Թող փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսը, սիրելի Աստծո ժողովուրդ, որ կրկին ու կրկին մեզ ակվակել է իր սուրբ խորանում, իր սուրբ անարատ խոսքերը մեզ փոխանցելու։ Այսօր սերտողությունը ու հասել ենք Երեմիա 3-րդ գլուխ։ Հորդոր ապաշխարելու Աստծոյ շնորհքի խոստմունք։ Ես ձեզ միշտ ասել եմ, Երեմիայի մարգարեությունը մայրը մեծամասամբ Իսրայելին է վերաբերում, Իսրայել ու դա մեծամասամբ Հուդային, ամեն, շատ քիչ է ինքը խոսում ուրիշ ազգերի մասին։ Խոսում է, բայց ինքը կենտրոնացած է Երուսաղեմի եւ Իսրայելի անապաշխար վարքագծի հանդիմանության ու խրատելու գործին ու դրա համար իրենք չեն սիրեն միշտ ծեծել են միշտ տիղմոտ գուբերումը անցկացրել իզրայելացիների հետ եսասեր կրոնավորների պատճառով, ամեն։ Ուրեմն 3-րդ գլուխ հորդոր ապաշխարելու Աստծոյ շնորհքի խոստմունք։ Կսեն թե ահա մեկ մարդ, որ արձակե իր կնոջը, եւ նա նրանից գնա, եւ մի ուրիշ մարդիկին դառնա, միթե տեսեք մարդը կենթանի է, բայց ուրիշ հետ ամուսնացավ, շնություն գործեց։ Միթե մարդը երի նրա մոտ կդառնա, միթե այն երկիրը բոլորովին չէր պղծվիլ, այդ Իսրայելի Հուդայի երկիրը։ Բայց դու, Իսրայելին ասում, բայց դու թեև շատ հոմանիների հետ շնացել ես, ով Իսրայել, ով Հուդա, էլի դեպի ինձ Աստծուն ետ դարձիր, ասում է Տերը։ Էլի դեպի ինձ դարձիր, ասում է Տերը։ Բարձրացրու աչքերդ դեպի բլուրները եւ տես, դու որտեղ չես պոռնկություն արել։ Ճանապարհին նստել էիր նրանց համար, ինչպես արաբացին անապատումը, եւ երկիրը պղծեցիր քո պոռնկությունով ու չարություններով։ Եվ անձրևները խափանվեցան, տեսեք մեղքի պատճառով անձրևները խափանվում է, հոգևոր պոռնկություն, նաև մարմնավոր պոռնկություններ էլ կար։ Ճանապարհին նստել էիր նրանց համար, ինչպես արաբացին անապատում է, եւ երկիրը պղծեցիր քո պոռնկություններով եւ չարություններով, եւ անձրևները խափանվեցան եւ վերջին անձրև չեղավ, բայց դու մի պոռնիկ կնկա ունեցար, մեկ կողմ ես դրել ամաչելը, իրականից անարատ կինն էլ չի ամաչում, ես էլ կռապաշտությունից չէր ամաչում, հələ պարծենում էր, բայց դու մի պոռնիկ կնկա ունեցար, մեկ կողմ ես դրել ամաչելը, ահա այսուհետև դու ինձ կանչելու ես, ով հայրս, դու ես իմ երիտասարդության մտերիմ ես, արդեն մեզնեղություն եւ հազարամյա թագավորություն, հազարամյակում են այդպես ասելու, ահա այսուհետև դու ինձ կանչելու ես, ով իմ հայրս, երբ հազարամյակում մեծնեղության վերջից սկսում ես աղաղակը եւ տիրոջը դառնալը, դու ես իմ երիտասարդության մտերիմը, այն մանկուց դու ես մեզ ծնե ու խնամե։ Միթե ավիճան պիտի բարկանա ու բարկությունը միշտ պահե, ահա քո խոսածը եւ չարությունը անում ես եւ կարողանում։ Եվ Տերը ասաց ինձ, Երեմիային, եւ Տերը ասաց ինձ, Հովսիա թագավորի օրերումը, տեսան ինչ արավ ապստամբ Իսրայելը, առաջինը Իսրայելն է ապստամբում եւ Սաղմանասար թագավորը տանում է գերի Էլայի որդի Օվսեի ժամանակ 4-րդ թագավորած 17-րդ գլուխ։ Առաջ Իսրայելն է ապստամբում, եթե իր քույր Հուդան է սենց ներկայացնում։ Տեսան ինչ արավ ապստամբ Իսրայելը, նա գնաց ամեն բարձր սարերի վրա եւ ամեն կանաչ ծառի տակ եւ պոռնը կայցավ այնտեղ, կուրքեր շինեց բարձրավանդակների վրան եւ պաշտեց, էսի հոգեվոր պոռնկություններն է խոսում, նաև հենց այդ տաճարներում մարմնավոր պոռնկություններ էլ էր կատարում, մնաց չէ, սուրբ էին, ամեն, բայց սա բուն խոսում է սարերի գլխին կռատներ շինել եւ դամաճանել իրանց Աստծուն։ Տեսար ինչ արավ ապստամբ Իսրայելը, նա գնաց ամեն բարձր սարերի վրա եւ ամեն կանաչ սարերի տակ եւ պոռնը կեցավ այնտեղ։ Եվ ես ասում էի,
այս ամենը անելուց հետո ետ կդառնա դեպի ինձ, տեսեք ինչպես շնացող կնգան ասում դարձի եւ ես քեզ կներեմ։ Եվ ես ասում էի, այս ամենը անելուց հետո ետ կդառնա դեպի ինձ, բայց նա պղծված Իսրայելը ետ չդարձավ եւ նրա խաբեբակ քույր Հուդան էլ տեսավ, պատկերացնեք, որ չար գործերի պատիժը շուտով չի տրվում, այն մնացածներն էլ են այլանդակվում, մարդկանց որդիների սրտերը համարձակվում են չարն անելու, ամեն, բայց երբ մեղքի համար պատժվում են, շատերի վրա, իմաստուն հավատացյալների վրա վախ ու սարսափ է գալիս։ Այս ամենը անելուց հետո ետ կդառնա դեպի ինձ, բայց նա Իսրայելը ետ չդարձավ։ Եվ նրա խաբեբակ քույր Հուդան էլ տեսավ, եւ ես տեսավ, որ երբ այս ամենի համար, որ ապստամբ Իսրայելը պղծություն արավ, նրան արձակեցի եւ արձակման թուղթ տվի նրան, վերջ մատնեցի դևերի ձեռքը։ Նրա խաբեբակ քույր Հուդան չվախեցավ, թե ինչ պատիժներ կրեց գերություն ու ավերածություն Իսրայելը։ Նրա խաբեբակ քույր, Իսրայելի խաբեբակ քույր Հուդան չվախեցավ եւ գնաց ու ինքն էլ շնացավ, իգտել օտար աստվածներ պաշտեց ու պղծվեց։ Եվ եղավ, որ նրա շնության լրբությունով երկիրը պղծվեցավ եւ նա պղծություն գործեց քարի հետ եւ փայտի հետ։ Լսացիք, որ սա կռապաշտությունն է խորհրդանշում։ Բայց այսուամենայնիվ էլ նրա խաբեբակ քույր Հուդան դեպի ինձ ասում չդարձավ բոլոր սրտով, այլ ստությունով ասում է Տերը, կեղծ էր դառնում Տիրոջը, կրկին երբ հարմար պահ էր գտնում, պոռնկանում եւ շնանում էր։ Եվ Տերը 11 խոսքից։ Եվ Տերը ինձ Երեմիայից ասաց. ապստամբ Իսրայելը արդարացնում է իր անձը խաբեբա Հուդայից ավելին։ Տեսեք արդեն որ Հուդան էլ պղծվել մաքուր հավատ չկա, Իսրայելը ասում է ես ընդու համեմատ մաքուր եմ, չէ։ Դրա համար եմ ասում, քանի մեր այս հավատքը Տերը չեր հիմնե, շատ աղանդավորներ սրբադասված են երևում, սուրբ են երևում։ Դրա համար են չարացե մեր դեմ, որ մենք եկանք այս խիստ քարոզներով եւ պատգամներով խայտարակելան։ Նրանք կանոնով արտաքինից մեկից սուրբ էին, բայց գործերով էլի պղծված այլանդակ էին։ Ոնց տենում եք արդեն ծառը պտուղից է երևում։ Բայց եթե մենք համ խոստ ենք քարոզում, համ կյանքն ենք ապրում, համ օրդորում ենք, որ եկեղեցին ցավ հիվանդություն պիտի չունենա ու էտել հաստատում ենք, աղոթք ենք անում, տկարները բուժվում են, ընկածները վեր են կենում։ Դրա համար փոխանակ սրանք տեսնելով այս անունով սուտ աստվածապաշտները, որ աստվածապաշտի անուն են անել, ուրախանան, որովհետև Աստված է փառավորվում, չարանում, ատում, վարքաբեկում ու տարատեսակ բաներ են ասում։ Ամեն։ Եվ Տերը ինձ ասաց, ապստամբ Իսրայելը արդարացնում է իր անձը խաբեբա Հուդայից ավելին։ Գնա, Երեմիա, գնա եւ կանչիր այս խոսքերը դեպի հյուսիս եւ ասիր ետ դարձիր ով ապստամբ Իսրայել ասում է Տերը, ես չեմ թափիլ իմ բարկությունը ձեր վրա, եթե ետ դառնաք, էլի, եթե ետ դառնաք, ես չեմ թափի իմ բարկությունը ձեզ վրա, որովհետև ես ողորմած եմ ասում է Տերը, չեմ բարկանալ հավիտյան, միայն թե ճանաչիր քո անօրինեությունը, տեսեք, ընդունեք ձեր մեղքը, հենց ընդունեցիք մեղքի քայքայումը սկսվում է, հենց ընդունեցիք աղբահանությունը այդ օրվանից սկսվում արդեն, եթե ընդունում ես աղբա, որոշում ես ոնց ազատվես այդ աղբից, բայց եթե դու ընդունում ես դա գանձը տնիցդ կթափես աղբանոց, ոչ, կարևորը ընդունելն է, որ ասես այո, սխալա, որ ես գլխաշոր չեմ գցում, սխալա, որ ամոթալի տեղս բացում եմ, սխալա, որ լղզե շորեր եմ ակնում, ամեն, կարևորը ընդունես հաջորդ շորը գնելուց արդեն թուլուլիգն ես գնելու, ամեն, սրտանց ընդունես, ոչ թե հովվի վախից ընդունես, եթե դու չես հասկանում, բացատրա, թո հովիվը ավելի մանրակրկիտ բացատրա, թե այդ հակուստովը ինչ ես անում դիվացի տղամարդուն կամ կնոջ։
լավ նորից կարդամ 13-ից միայն թե ճանաչիր քո անօրինեությունը, որ ապստամբեցիր քո Տեր Աստծոյ դեմ եւ սփռեցիր քո ճանապարհները օտարների առաջին ամեն կանաչ ծառի տակ եւ իմ ձայնին չլսեցիք, ասում է Տերը, ամեն ամեն կանաչ ծառի տակ բոզանոցներ, կռատուներ բացեցիք եւ շնացաք ու պոռնկեցաք, ես ասում դարձեք ով ապստամբ որդիք, ով ապստամբ Հուդա, դարձեք ասում է Տերը, որովհետև ես եմ ձեր վերատիրողը, եւ ես ձեզ առնեմ, ստե տպագրական թերություն կա, ուրեմն եւ ես ձեզ թողեք ու առնեմ առեք փագագծի մեջ, քաղաքից մեկին եւ ազգատոհմից երկուսին ու փագեք, եւ ձեզ տանեմ Սիոնը, հիմա կարդում եմ ուղիղ ուղածը, եւ ես ձեզ կառնեմ Ասորեստանի քաղաքներից եւ նրա ազգատոհմերիցը եւ ձեզ տանեմ Սիոն։ Էսի հազարամյակի նախաշեմին պտի հեթանոս ազգերը ուսերի վրա գկված ասում քո քույրերին, քու եղբայրներին, իսրայելացիներին պտի բերեն ու հանձնեն Երուսաղեմ Իսրայելի Աստծո զորության շնորհիվ։ Նորից եմ կարդում դարձեք ով ապստամբ որդիք 14 խոսքը, ասում է Տերը, որովհետև ես եմ ձեր վերատիրողը եւ ես ձեզ կառնեմ Ասորեստանի քաղաքներից եւ նրա ազգատոհմերիցը եւ ձեզ տանեմ Սիոն Երուսաղեմ եւ ձեզ հովիվներ տամ իմ սրտի համեմատ անգամ տանեմ սի հազարամյակ է խոսում հովիվներ դարձնեմ Կարակ ուշադիր 14-ից մինչև ամերա 18-ի վերջը հազարամյա թագավորության մասին է խոսում։ Ես ձեզ հովիվներ տամ իմ սրտի համեմատ եւ նրանք հովեն ձեզ գիտությունով եւ իմաստությունով։ Եվ երբ որ դուք շատացած եւ աճած կլինեք այն երկրում իսրայելացիներին ասում։ Այն օրերը հազարամյակում ասում է Տերը այլևս չեն ասիլ տիրոջ ուխտի տապանակը, էսի խոսում է արդեն մի մոմենտ հավիտենության մասին, և նա միտք չին կնիլ, և նրան չեն իշելու ուխտի տապանակին, ու չեն ուզիլ, և այլևս չեն շինիլ, հավիտենության մեջ էլ ուխտի տապանակ էլ տարատեսակ բաներ չի լինելու, բայց հազարամյակում լինելու է։ Այն ժամանակ Երուսաղեմը կկոչեն, էլի հազարամյակ է խոսում, Տիրոջ աթոռ, եւ նրա վրա պիտի ժողվին բոլոր ազգերը, Տիրոջ անունի համար Երուսաղեմում, եւ այլևս չեն գնալ իրենց չար սրտի կամակորության ետևից, ես ետևից չեն գնա, մեղքեր չեն գործի։ Այն օրերը պիտի գնան Հուդայի տունը Իսրայելի տան հետ եւ միասին պիտի գան հյուսիսային երկրից այն երկիրը Երուսաղեմ, որ ես ժառանգեցրի նրանց հայրերին։ Բայց ես Աստված է խոսում էլի, բայց ես ասում էի, քեզ ինչպես կդնեի որդկանց հետ եւ կտայի քեզ ցանկալի երկիրը ազգերի զարդարանքների զարդի ժառանգությունը եւ ասում էի դու իմ հայրս կկանչեիր ինձ, Աստված է խոսում էսի, եւ իմ ետևից ետ չէիր դառնալ, սակայն հիրավի ինչպես որ միկին անհավատարիմ կլինի իր մարդին, դու նույնպես անհավատարիմ եղաք ինձ, ով Իսրայելի տուն, ասում է Տերը։ 21 խոսքը խոսում է Իսրայելի ողբի մասին, ուշադիր։ Մի ձայն է լսվում բլուրների վրա, Իսրայելի որդկանց ողորմելի լացը, որ նրանք ծռել են իրենց ճանապարհը, մոռացել իրենց Տեր Աստծուն։ Տեսեք, էսի ողբում է Իսրայելը։ Ետ դարձեք, ով ապստամբ որդիք, էսի այդ լացի պատասխանը, ողբի պատասխանը տալմա, մի բան ունեմ, ետ դարձի,
Դու գիտես իշնամեղք է, հետ դարձի, որ չողպաս, ցնծաս ուրախանաս, ծռվել ես, շնացե պոռնկացիր ես, օխայ անել գիտես, վայ անել չգիտես, դե մի ողպա, իզեպ դու սրբության մեջ լինեիր, ուրախությունն ու ցնծությունը կթագավորեր քո մեջ, ամեն, ետ դարձեք, ով ապստամբ որդիկ, ես կբժշկեմ ձեր ապստամբությունները։ Ուրեմն 22-ից նորից կարդամ, որտև կիսատ մնաց, 22-ից մինչև վերջ խոսում է Իսրայելի զղջում է էլի հազարամյա թագավորության նախաշեմին։ Ետ դարձեք, ով ապստամբ որդիկ, ես կբժշկեմ ձեր ապստամբությունները։ Ահա մենք գալիս ենք դեպի քեզ, արդեն զղջումով զգացին, որ Տերը ընդունում է ուրախ աղոթք են անում, զղջումով ցնծալով աղոթում են էսի հազարամյակի նախաշեմն է ամայրա։ Ահա մենք գալիս ենք դեպի քեզ, դեպի Աստված քեզ, որովհետև դու ես մեր Աստվածը, ով Տեր։ Հիրավի սուտ էր բլուրներից, այդ բլուրների վրա պատրաստած կռատներից ու սուտ աստվածներից, որ մեզ խապեցին սուտ հովիվներն ու մոգերը։ Էդ ասում, հիրավի սուտ էր բլուրներից, սարերի շատությունից բան հուսալը, որովհետև Տեր Աստվածանից է Իսրայելի փրկությունը։ Եվ ամոթը կերել է մեր հայրերի մանկությունից վաստակածը, ինչ որ վաստակել է նետի սրբետ արելը, վաստակածը, նրանց հոտերը և նրանց արջարները, նրանց տղերանցը և նրանց աղջիկերանցը, այդ ամեն ինչը ամոթի, մեղքի, պղծության պատճառով թշնամի սատանան սրբեց ու տարավ։ 25 Մենք պարկում ենք մեր ամոթովը, մեր մեղքերի մեջ, խայտառակությունների մեջ։ Սի խոսում է էլի կռապաշտ Իսրայելը։ Մենք պարկում ենք մեր ամոթովը և մեր անարգանքը ծածկում է մեզ, որովհետև մեր Տեր Աստծոյ դեմ մեղանչեցինք։ Մենք և մեր հայրերը, մեր մանկությունից մինչև այսօր, և չլսեցինք մեր Տեր Աստծո ձայնին։ Իսկ Տեր Աստվածու միջոց էր խոսում, ավագների, մարգարեների, որ հորդորում էր, հանդիմանում էր, սաստում էր ու դուք բանի տեղ չէիք դնում։ Որտև չար գործերի պատիժը, որ Աստված շուտով չի տալիս, դրա համար մարդկանց որդիների սրտերն համարձակվում են չարությունն անելու, չզղջալու, ասում են բա ուր, ասում են կպատժվես, մեկ օր կպատռի և ազատող չի լինի։ Փառք ամենակարող Հիսուս Քրիստոսին։ Այսքանով ավարտեցինք Երեմիա 3-րդ գլխի սերտողությունը։ Ամեն։ Երեմիա 4-րդ գլուխ։ Կրկնակի քարոզ ապաշխարելու Հրեաստանի ավերումը նախագուշակվում է։ Մարգարեի սուգը։ Եթե դառնալու լինես, ով Իսրայել, ասում է Տերը, դեպի ինձ դարձիր, և եթե հեռացնելու լինես քո գարշելիքը իմ առաջից, թափառական չես լինի։ Տեսնում եք, որ մեղքն է բերում անհաջողություն, մեղքն է քեզի քո տանից տեղից զրկում, թափառական թռչունի նման դարձնում։ Ու դու ասում ես հալելույա, գիտես քանի տուն եմ դրել ու թափառական եմ։ Փոխանակ քննես, ինչու մարասենտ, ինչու են զարկվում, ինչու է քար ու քանդ լինում, օրհնության տակը տես բաներ չկա։ Հավատում եք, որ այս աղանդավորները նույն այս իսրայելացիների մտածելակերպը ունեին, ամեն։ Նույնն է Աստված երեք այսօր եւ ավիճան, նույնն են դևերը երեք այսօր եւ ավիճան խափելով աղանդավորներին, թե ինչ նշաններ կա էդի ասում պաշտողների նշաններն։ Վերցրեք Օրինացիս 28-ի 1-ից 15 և 15-ից 60 քանիսը, ահա թե ինչ պիտի կատարվի արդարների հետ և ինչ պիտի կատարվի շեղված աղանդավորների հետ, ամեն, և այսօր տեսնում ենք բոլոր բազմանդամ աղանդավորները և փոքրիկ խմբերը տիրոջ, ամեն, մի վախեցիր պստիկոտ, որտև հայրը հաճեցել է ձեզ տա թագավորություն։ Ուրեմն հորդորում ասում է, եթե դառնալու լինես ընձի դարձի, ծեծեր եմ, որ գնաս Օրինացիս 28-ը կարդաս և ճամփետ ուղղես, բայց դու կրկին ուղղվում ես, բայց կիսատ պռատ, չուղղվես ավելի լավ է, հա շնությունը 10 անգամ չեմ անի 10 օգուտ որ շնանում էի, բայց մի երկուսի հետ էլի կխաղամ ժամանակի ընթացքում։
կամ լման զղջա ու գնա տիրոջը մանասեի պես, կամ քո կիսատ պրատ զղջում է ինչպես սավուղը, դա զղջում չի համարվում։ Եթե դառնալու լինես, ով Իսրայել ասում է Տերը դեպի ինձ դարձիր, եւ եթե հեռացնելու լինես քու գարշանքը իմ առաջից թափառական պիտի չլինես, եւ կենդանի է Տերը ասելով երթում պիտի անես ճշմարտությամբ, իրավմամբ ու արդարությամբ, եւ ազգեր պիտի նրանով օրհնվին եւ նրանով պարծենան, աստծմով հասկանում է շատ ազգեր, որովհետեւ այսպես է ասում Տերը Հուդայի եւ Երուսաղեմի մարդկանցը, նոր հերք հերքեցեք ձեզ համար եւ մի սերմեցեք փուշերի մեջ, թլպատեցեք Տիրոջ համար եւ հեռացրեք ձեր սրտի անթլպատությունը, պիղծ ցանկությունները անթլպատությունը, գրքին ակառակ բոլոր ցանկությունները, որ կա սրտի մեջ, քո սիրտը պիղծ ու անթլպատ է, թլպատվեցեք ձեր սրտի անթլպատությունից, բայց Տերովը խնդրեք, որ Տերը փոխան ներող, սիրող, ուրախ, քաղցրաբարո սիրտ պարգևի ձեզ։ Թլպատվեցեք Տիրոջ համար եւ հեռացրեք ձեր սրտի անթլպատությունը, չներող, չսիրող սիրտը անթլպատ սիրտն է, աղբեր հավաքող սիրտը անթլպատ սիրտն է, ասма թլպատվեցեք Տերոջ համար եւ հեռացրեք ձեր սրտի անթլպատությունը, ով Հուդայի մարդիկ եւ Երուսաղեմի բնակչիկ, որ մի գուցե կրակի պես դուրս գային բարկությունը եւ այրը առանց հանք ցնողի ձեր գործերի չարության համար, այո եւ Տիրոջ բարկությունը թափում է, ով կարա դրան դեմ նորի, ջրեղեղներ, երկրաշարժեր, մեկը կա որ կարա ելնի ու գետերի կամ երկրաշարժի դեմ նորի շենքը պահի որ չփլվի, չկա տես բան, դա մենակ Տիրոջ սերը պետք է պահի, Տիրոջ սերը մեզ պետք է ողորմի ու մեր շենքը պահապանի, ամեն։ Հուդայի մեջ իմացրեք եւ Երուսաղեմի մեջ լուր տվեք եւ ասեցեք, փողնչեցրեք երկրի վրա, կանչեցեք, ձայն բարձրացրեք եւ ասեցեք, ժողովեցեք ու մտնենք պարսպավոր քաղաքները, դրոշակ բարձրացրեք դեպի Սիոն, փախեք, մի կանգնեք, որովհետեւ ես Աստվածախոսում չարիք եմ բերում հյուսիսից եւ մեծ կոտորած, այսի Նաբուգոդոնոսորի գալը ու բնաջնջելներ, որովհետեւ ես չարիք եմ բերում հյուսիսից եւ մեծ կոտորած, վեր կացավ առյուծը, Նաբուգոդոնոսորը եւ իր զորքը, իր մացարիցը եւ ազգերին ջարդողը ճանապարհվեցավ, դուրս եկավ իր տեղիցը, որ քո երկիրը ավերական է, քո քաղաքները պիտի քանդվին մնան առանց բնակչի, պատկերացեք ես ելնենք, մենք ասենք ինչ կանեն մեզի, Երեմիային ինչ օրն ենք գցում, որ կագնում ասում էր հեսա բաբելոնացիները գալու են մորթեն ձեզի, ազգի դավաճան չէ կհանեն, բայց ասում էր ինչի պատճառով, ասում էր ուղղվեք, որ ուղղվեք չի լինի էդի, բայց որ չեք ուղղվում, գալու է մեր ու մանուկ սպանի Բաբելոնի թագավորը, բայց ինչքան սուտ մարգարեներ էին ելնում, ասում չէ չի լինելու, խափում է դավաճանա Երեմիան էսի բաբելոնացիների հետ կապի մեջ, եւ ազգի դավաճան էին համայրա դարձրել Երեմիային, ճշմարտությունը խոսելու համար, որ քո երկիրը ավերական է, քո քաղաքները պիտի քանդվին, մնան առանց բնակչի, սրա համար քուրձեր ակեք, տեսեք ասում է, եթե զղջակ ուղղվեք չի լինի, բայց արդեն որոշված է, սրա համար քուրձեր ակեք, սուգ արեք ու ողբացեք, Հուդայասն է ասում, սրա համար քուրձեր ակեք Հուդայանք, սուգ արեք ու ողբացեք, որ Տերոջ բարկության բորբոքումը մեզանից ետ չէ դարձել, եւ կլինի այն օրը ասում է Տերը, որ պիտի ստե գրածա կոր չէ, տպագրական թերությունա, որ կնվաղե
որ կնվաղե թագավորի սիրտը եւ իշխանների սիրտը եւ պիտի ապշեն քահանաները ու մարգարեները հիանան։ Այստեղ շատ տպագրական թերություններ կա, ուշադիր եղեք։ Եվ ես Երեմիաս ասեցի. ավաղ ով Տեր Եհովա։ Այստեղ տպագրական թերություն է։ Անշուշտ դու խաբեցիր այս ժողովրդին։ Այս անշուշտի դեմը բացեք, եսա կասեմ որտեղից փագեք։ Անշուշտ դու խաբեցիր այս ժողովրդին ու Երուսաղեմը, ասելով թե ձեզ խաղաղություն կլինի։ Ստե փակեք ու գրեք։ Անշուշտ սուտ մարգարեները քու անունով սուտ մարգարեացան այս ժողովրդին, թե Երուսաղեմին խաղաղություն է լինելու։ Նորից եմ կարդում արդեն լրիվ ծիրիստ էր։ Եվ ես ասեցի Երեմիան. ավաղ ով Տեր Եհովա, սուտ մարգարեները քո անունով սուտ մարգարեացան այս ժողովրդին, թե Երուսաղեմին խաղաղություն է լինելու, բայց սուրը մինչև նրանց հոգին է ասել։ Ինչպես ավանդավորն են ասում, լավ ալելու քուճանքով վիճակը դզվելու ես, մեկ էլ ով լսում ենք մեռավ։ Հետո ֆրստում են, դե գիտաս Տիրոջից հայտնություն էր է։ Մի օր առաջ ապացուցում էին, որ էսի մեր քուր աղբերն է, հաջորդ օր ասում են, չէ, մեր աղբերը չէր, էդի մեղքերի մեջ էր, դրա համար մեռավ։ Սենց ինես բաներ են անում, որ իրանց ասածները մի ամիս առաջ կամ մի օր առաջ, երկու օր առաջ հակասում են։ Ինչպես մեկը կար, որ խփեցին, ասեցին մեր սուրբն այլ է, պսակը բանը թաղման արարողությունը դրեցին, սա նորից ջնջեցին, պարզվան, որ այլանդակ էր եղել։ Հասկանում եք, բա ձեր եղբայրներ, ձեր կողը քայլող չէիք տեսնում էդի, բա ինչու ջնջեցիք թաղման օրը սրբադասերիք, սուրբի կասում, բայց Աստված ասում է չկա ծածուկ բան, որ լույսի չանի, ամեն, էս է սրանք։ Ասեն կկպնի, չի կպնի, հեչ էլ կպնի, ամեն, 11 խոսք, այն ժամանակ պիտի ասվի այս ժողովրդին ու Երուսաղեմին, մի տոթագին քամի է փչում բլուրներից, անապատում է իմ ժողովրդի աղջկա ճանապարհին, ստերի տպագրական թերություն կա, որը բացեք եւ համարի վերջում փակեք ու լսեք, որ հոսելու համար է եւ ոչ թե մաքրելու համար այդ քամին ու գրեք, որ պատժելու համար է, այս քամին, որ գալում է պատժիչ քամի է, որ պատժելու համար է եւ ոչ թե ապաշխարության։ Կա հալածանք փոթորիկ, որ մարդին տանում է ապաշխարության, բայց կա հալածանք, որ բնաջնջում է, ամեն։ Իմի նորից եմ կարդում էսի, մի տոթագին քամի է փչում բլուրներից, անապատում է իմ ժողովրդի աղջկա ճանապարհին, որ պատժելու համար է եւ ոչ թե ապաշխարության։ Նորից կա տպագրական թերություն 12-ի մեջ, ուշադիր։ Սրանից մի ավելի սաստիկ քամի գալու է ինձ, այս քամի գալու է ինձ վերցեք փաղագծի մեջ ու գրեք, քամի էլ ինձանից է դուրս գալու։ Սրանից մի ավելի սաստիկ քամի էլ ինձանից է դուրս գալու։ Հիմա էլ ես Աստվածախոսում, ես եմ խոսելու նրանց հետ դատաստաններով, ամեն։ Ահա նա, էսի Նաբոգոդոնոսորին ու իր զորքը նկատի ունի, ահա նա ամպերի պես է վեր կենում եւ փոթորիկի պես են նրա կառքերը, էսի նկարագրում է ինչ վայրենի զորքեր ուներ Նաբոգոդոնոսորը ու իր ձևի վայրենու պես ավերակ սարքեց Երուսաղեմը ու վառեց։ Եվ ահա նա Նաբոգոդոնոսորը ու իր զորքերը ամպերի պես է վեր կենում եւ փոթորիկի պես են նրա կառքերը, արծիվներից արագաշարժ են նրա ձիերը, վայ մեզ, Հուդան ասում, էսի բուն Հուդայի մասին է, վայ մեզ, որովհետև ավերակ դառանք, ինչի պատճառով ուշադիր, մաքրիր չարությունից քո սիրտը, ով Երուսաղեմ, որպեսզի փրկություն գտնես, մինչև երբ պիտի սրտումդ
մնան քո չար խորհուրդները, քո աղբերը։ Այդ աղբերիդ ու չարություններիդ պատճառով Նաբուկոդոնոսորի սրտին դրեց ու եկա բնաջնջեց քեզ, ամեն։ Մաքրիր չարությունից, էսի բոլոր կրոնավորներին ասում, որ չմեռնեք, քաղցկեղներով, ճնշումներով, շաքարներով, գանգրենաներով չփդեք ու խայտարակեք, Տիրոջ ասեք, մեր Աստծո նվերն է ասիկա։ Ողբամ Աստծուդ վրեն, ուրեմն այդ 50 տարվա հավատացյալին ծառայողին նվերը գանգրենան ու քաղցկեղն էր։ Ուրիշ մահով չէր կարում ամբարիշտը քնում էլ չի զարթնում։ Գոնե տենց համերներ։ Բայց Տերը թույլ է տալիս, որ ասեմ, բա ուր էր քո Աստվածը, որ դու Աստվածապաշտ էիր, ինչու ես տանջալի մահով ես մեռնում, ասում ես մահ ուր է, արի պրզնեմ չի գալիս։ Հələ նայեք արդար Հակոբի մահը, արդար Մովսեսի մահը, Ահարոնի մահը, բոլոր սուրբ ննջեցյալների մահերը, Եղիայի մահը, Եղիսեի մահը, պարկան, ազնաքնություն, արին ու ննջան։ Մաքրիր չարությունից քո սիրտը, ով Երուսաղեմ, որպեսզի փրկություն գտնես, մինչև երբ պիտի սրտումդ մնան քո չար խորհուրդները, դատելը, բամբասելը, նեղելը, սրտի չար մտազմունքը, թեթև ապրի, աղբանոցից զուրկ ապրի, հեռու մնա չար աղբերից, ամեն, որ դևերին չհրավիրես տունդ, որովհետև մի ձայն իմաց է տալիս դանից, և թշվառություն է լուր տալիս Եփրեմի սարից։ Նորից կարդամ, որովհետև մի ձայն իմաց է տալիս դանից, և թշվառությունն է լուր տալիս Եփրեմի սարից։ Հիշեցրեք ազգերին, էսի արդեն խոսում է բաբելոնացիներին էլի։ Հիշեցրեք ազգերին, ահա լուր տվեք Երուսաղեմի մասին։ Պաշարողները բաբելոնացիները, պաշարողներ են գալիս հեռավոր երկրից, ես ինձ եմ մեկնում, որ էլ դու նշաններով որ դնես այդ որ ասում եմ էսի բաբելոնացիներն են, նշան դրեք վերևը գրեք իմը նշած ու վերևը գրած, ամեն, դեռ պարզ վստահ խոսում եմ։ Հիշեցրեք ազգերին, էլի բաբելոնացիները նկատի ունի։ Ահա լուր մանրակրկիտ սերտողությունն է էսի, երբ ընթերցանություն էլ ոչ մի բառ չի բացատրվելու։ Միայն ընթերցելու եմ ինչպես սաղմոսները սկսել ենք։ Այս մշակեք ձեր գրքերի վրա, նշումներ դրեք, որ դուք էլ փոխանցեք ձեր զավակներին եւ հետևորդներին, ամեն։ Հիշեցրեք ազգերին, բաբելոնացիներին, ահա լուր տվեք Երուսաղեմի մասին, պաշարողներ, բաբելոնացիներ, պաշարողներ են գալիս հեռավոր երկրից եւ իրենց ձայնը տալիս են Հուդայի քաղաքների վրա, էսի կատարվավ։ Ագարակի պահապանների պես մեկ քիչ տպագրական թերություն կա, ուշադիրել եք, ուղեք, նրա վրա են շուրջանակի, գրեք, նրան շրջապատել են շուրջանակի։ Ագարակի պահապանների պես նրան շրջապատել են շուրջանակի, որ նա Հուդան ինձ դեմ ապստամբվեց, ասում է Տերը։ Դե թող ասա իմ դեմ ուղիղ էր քայլում դրա համար գրգեցի, որ մորթեմ բնաջինջ անեն, որովհետև նա ինձ դեմ ապստամբվեց, ասում է Տերը։ Քո ճանապարհները եւ քո արարքները արին քեզ այս բանը։ Լավ իշեք ոչ թե սրբությունը, քո անձի գործերը, քո փառասիրությունը, քո չներելն ու չսիրելն ու քո սրբապիղծ կայլերը, քո ճանապարհները եւ քո արարքներն արին քեզ այս բանը։ Սա քո չարությունն է, իրավ դառն, իրավ հասել է մինչև սիրտդ։ Ամեն։ Պետք է բնաջնջվես, որտեվ այդքան աղաչեցի, այդքան ուղարկեցի մարգարեներին, ծեծեքիցիք ու տիղմատ գուբը մտցրեցիք, ամեն, դե հիմա արուն թափեցիք, դե հիմա արուն խմեք, դե հիմա չարվեք, և տեսեք, թե ինչքան դառը ու դաժանա ձեր Տեր Աստծուն թողելը ու ձեր կրքոտ ցանկություններով և հաճույքներով շարժվել, ամեն։ 19 խոսք, էսի արդեն Երեմիան ողբում է։ Որովայնս, ցավով բռնված եմ, սրտիս խուցերը, տակն ու վրա է սրտովս, խորը սրտի ցավ եմ զգում, ամեն, էսա, ողբում եմ սրտով։ Ես չեմ լռիլ, որովհետև փողի ձայնը
լսվում է, էլի գալում է, լսվում, հոգով լսում եմ արդեն, զգում եմ մոտքը ծերը, որտեղ նա տենում էր ու բանը Նաբոգոդոնոսորը զորքով շրջապատեց արդեն Երուսաղեմը, որովհետև փողի ձայնը լսում եմ, էլի լսում ես, էդի ավելի ճիշտ արեք լսում եմ, փողի ձայնը լսում եմ, ով իմ անձ, այն պատերազմի աղաղակը տենում եմ մոտիկա էլի, բայց նրանք ասում են խաղաղություն ալինելու, բայց արդեն Նաբոգոդոնոսորը զորքով մոտիկանում է, բայց ընդանք ասում են հələ խաղաղություն ալինելու։ Այդյա որ մարդուն ասում են հարված կուտես, գնա ապաշխարա, չէ ասում են խափում է գնա այլ աշխարհ, այսպես ալինելու, խաղաղություն ալինելու, նույն միտքը։ Ասում են դատում է, բամբասում է, դու այդ գժին չլսակ, շատ լավ ալնելու մեր հետ, այսպես ու մեկելով ռակ ու մեռավ։ Ու այդ ժամանակ ասում է, բան չի սենց, լավ դե ասու կամքներ տենց։ Միշտ իրանք կարան, չէ, համոզեն ու խափելով ֆրսնեն։ Կոտորածի վրա է կանչվում, որովհետև բոլոր երկիրը ավերակ եղավ։ Հանկարծակի ավերակ եղան իմ վրանները։ Մի վարկյանում իմ խորաններ, էլի ասո խորաններն էլ չէ մտան քարուքանդարին։ Մինչև երբ պիտի տեսնեմ դրոշը, լսեմ փողի ձայնը, պատերազմի ասարսուր ձայնը, որովհետև հիմար է իմ ժողովուրդը, լրիվ մարգարեական խոսքեր ասում Երեմիան, որովհետև հիմար է իմ ժողովուրդը, ինձ ասում, չճանաչեցին, էլի չեն ճանաչում, իմ օրենքները չեն պահում, ասուն ճանաչող իր օրենքներն է պահում, ամեն, որովհետև հիմար է իմ ժողովուրդը, ինձ չճանաչեցին, նրանք անմիտ զավակներ են և բանը չհասկացող, ուշադիրս իս նրանք իմաստուն են չարություն անելու, բայց բարություն անել չգիտեն, նրանք լավ այլանդակություն են անում, այլասերված են, մեղքի մեջ պարապած են, բայց բարություն անելու մեջ են հիմար, անմիտ, նորից կարդամ, որովհետև հիմար է իմ ժողովուրդը ինձ չճանաչեցին, նրանք անմիտ զավակներ են և բանը չհասկացող, նրանք իմաստուն են չարություն անելու, բայց բարություն անել չգիտեն։ Սի արդեն գնացինք մեծ նեղություն ստեից։ 23-ից համարյա մինչև վերջը խոսում է թեկուզ Երուսաղեմի կոտորածի մասին է նաև, բայց նաև խոսում է ամբողջ աշխարհի վրա գալիք ասո բարկության մասին։ Նայեցի երկրի վրա և ահա պարապ և անձևեր։ Ես ընդունեք սկիզբը Երուսաղեմն, Հուդա ու ամբողջ աշխարհը սենց։ Երկուստ էլ կարաք ընդունեք համ Հուդայի քաղաքների ամայանալու մասին է խոսում, որ գնացին գերություն ու ամայի մնաց։ Համ մեզ նեղության մեջ աշխարհը էս տեսնա ունենալու, ամեն, մինչև գա հազարամյա թագավորությունը։ Նայեցի երկրի վրա և ահա պարապ և անձևեր, ամայի էլի, և երկինքն և նրա լույսը չկար։ Մեզ նեղության մեջ մեկ ու խավար պիտի պատի, արեգակը լուսինը պիտի խավարը։ Նայեցի սարերին և ահա դողում էին, և բոլոր բլուրները սասանվում էին, տատանվում, դղրդում էին, իրար էին գալիս այդ վիճակից։ Նայեցի և ահա մարդ չկար, և երկնքի բոլոր թռչունները փախել էին։ Նայեցի և ահա Կարմեղոսը անապատ էր, և նրա բոլոր քաղաքները քարուքանդված էին Տիրոջ երեսից ուշադիր, և նրա բարկության բորբոքման երեսիցը։ Իշեք, էսի ասում եմ Երուսաղեմի վրին է կատարել, բայց Տիրոջ բարկության օր որ խոսում է ամեն ազգերի վրա, ուղիղ մեծ նեղությունն է, երենի Երուսաղեմին չի վերաբերվում։ Հիմա նորից խոսում է այս Երուսաղեմի ավերակի մասին, էլի բուն էսի խոսում է դրան, բայց խորհուրդը մեզ նեղության 27-ից, որովհետև այսպես է ասում Տերը, բոլոր երկիրը, էսի Հուդայի երկիր, անգամ Իսրայելին էլ չի վերաբերում, ուղիղ էսի Հուդայի ավերակ դառնալու մասին է, որովհետև այսպես է ասում Տերը, բոլոր երկիրը, Հուդայի երկիրը ավերակ պիտի դառնա, բայց բոլորովին վերջ չեմ անելու։ Մի մաս մնում են, ժողովուրդ են մնում, հետո որ գերիդարձությունից հետո գալիս են նորից շենանում է երկիրը։ Որովհետև այսպես է ասում Տերը, բոլոր երկիրը ավերակ պիտի դառնա, բայց բոլորովին վերջ չեմ անելու։
Սրա համար երկիրը պիտի սքա եւ պիտի խավարի երկինքը վերևից, էլի մեգից, խավարից, մի տեսեք որ պայթեստում են երկիրն էլերին, ամենա օրեգակ կա, բայց խավարած վիճակում է։ Ըստ որում ես ասել եմ, խորել եմ եւ չեմ զղջալու եւ նրանից ետ չեմ դառնալու։ Դիավորների եւ աղեղնավորների ձայնիցը փախչում է բոլոր քաղաքը, մտնում են ծմակները, նմանա չէ այտնության գրքի մեծ նեղության դրվագներին։ Դիավորների եւ աղեղնավորների ձայնից փախչում է բոլոր քաղաքը, մտնում են ծմակները եւ վեր են ելնում ապարաժները, բոլոր քաղաքները ձգված թողված են եւ նրանցում մի բնակող մարդ չկա։ Այսի նույնը լինելու է մեծ նեղության մեջ։ Եվ դու ինչ պիտի անես, ով ավերակացած, ով ավերակ Երուսաղեմ։ Հիմա տեսեք, սիրելի աշխարհասեր քուրերի եւ եղբայրներ, այս բարկությունը գալու է ձեր վրա պճնվող, զուսկվող եւ ձեր անձը փառավորողներ։ Սրա մասին շատ ենք խոսել։ Եվ դու ինչ պիտի անես, ով ավերակացած, ով ավերակ դարձած, ցավերով հիվանդությունով լեցված քրիստոնյա, որ ծիրանիներ ես հագնում, մարմինդ բացող անդերսներ չէ գրգռիչ, ու քեզ ոսկի զարդերով զարդարում ես։ Ոսկի կրող հավատացյալներ, լավ լսեք, ձեր գլխին է գալու, մնալու եք մեծ նեղության մեջ, աշխարհը սիրողներ, մնալու եք, թեկուզ մի բան ունեք, մնալու եք։ Եվ դու ինչ պիտի անես, ով ավերակացած, որ ծիրանիներ ես հագնում եւ քեզ ոսկի զարդերով զարդարում, որ լայն բաց ես անում ծառուիդոտ, քսված աչքերդ, զուր ես քեզ գեղեցկացնում, ծենավատլնում, պրտում, սիլիկոն սրսկում, թշերդ երագույն ներկում, զուր ես քեզ գեղեցկացնում։ Հոմանիքդ քեզ մերժեցին, հոգիտ են ուզում։ Կարակ գրեք ամառները ծննդոց 35-2-4 աշխարհը սիրող, զուսկեղեն ոսկիներ սիրող, զարդարվող, պճնվող հավատացյալները բնաջինջ են լինելու։ Ծննդոց 35-2-4, Ելից 33-4-5, Հեսու 24-23, Օվսե 8-4, Երեմիա 4-30, սա է հենց։ Առաջի Տիմոթեոս 2-9 եւ առաջի Պետրոս 3-3, որ կուրքեր կրող, քսվող, պճնվող, զուսկվող հավատացյալները արժանանալու են Բաբելոնի պոռնիկի դատաստանին եւ Երուսաղեմի։ Երուսաղեմը կեղծ կրոնի խորհուրդն ուներ, որ անունով քրիստոնյա էր, բայց գործերով մեռած դիակ։ Նորից կարդամ ու վերջացնեմ։ Եվ դու ինչ պիտի անես, ով ավերակացած, որ ծիրանիներ ես հագնում եւ քեզ ոսկի զարդերով զարդարում, որ լայն բաց ես անում ծառուիդոտ աչքերդ, զուր ես քեզ գեղեցկացնում, հոմանիքդ քեզ մերժեցին, հոգիտ են ուզում, որովհետև մի ձայն լսեցի, իբր թե ծննդկանի ձայն, անդրանիկ ծնողի տառապանք է Սիոնի աղջկա ձայնը։ Մեծ նեղության մեջ Իսրայելը պիտի ծնվի, ամեն։ Հառաչում է եւ տարածում իր ձեռքերը, վայ ինձ, որ հոգիս նվաղում է սպանվածների մասին։ Ամեն։ Այսքանով ավարտեցինք Երեմիա մարգարեության 4-րդ գլուխը եւ մեր այսօրվա սերտողությունը։ Մնաք Տիրոջ անմարելի սիրո խաղաղության մեջ, ամեն։